Պապես ինչ ես անում։ Մկրատ եմ դնում երեխու բարձի տակ, որ երասում չարքերից չվախենա։ Պապ, միակ բանը, որից հիմա երեխես վախենում ա, դա դու ես։ Ինչ ես խոսում։ Որ մեզ տենց հնարը վատ ենք մեծացել։ Որ տենց չանեին, հաստատ ավելի լավ կմեծանայիք։ Բայց ինչ ես գոռում վրես։ Ալա տեսնում ես հետս ոնց ա խոսում։ Ալա։ Ես քեզ ասում շորերը փոխի շուն ես վերցնում։ Ում համար շուն, ում համար լուքի աքսեսուար։ Այդ շուն հաթանապես որտեղից։ Արամ ջան, նախացած տարի մարտի 8-ին դու ես նվիրել, չես հիշում։ Ողջույն, պարոն գնդապետ։ Բարև ձեզ, պարոն գնդապետ։ Շնորհակալ ենք մեզ հյուրեն կանելու համար, որտեղից խելոք լինի ձեր օջախում։ Ես էլ եմ շատ ուրախ որ եկել եք։ Ալա մնաց եղանքցի։ Ալլա ջան, ես քեզ կօգնեմ։ Իդեպ շոտ ֆրենդայի տեսք ունես։ Վայ ապրեսիրի ջան, դու էլ ես շատ շքեղ արի։ Դե ծանոթացի տղասն Արեկը։ Դու էլ ծանոթացի մեծ աղջիկս է Լիլիթը։ Հա, լսել եմ որ տղա չունես։ Տղա չունեմ, բայց զատո տղա թոր ունեմ։ Ծանոթացի Վաճոնը։ Մայիս։ Քանի ամս է կանա։ 3։ Ուտել չի խոսում։ Բանալի չեք մցրել բերանը 7 անգամ պտտել։ Արագ խոսա։ Լսեցիր։ Մեռա ասելով։ Ես լոզոտել է։ Քերու տապեշկով չեք խփել բերանի։ Այս լավա որ դու այդքան ասեցիր։ Առավոտվանից հետ եմ ասում։ Ինձ ասում են դու հետա մնացես։ Այդ մեզ որ այդպես են արել մենք չենք մեծացել։ Էլ մի ասա Մայիս ջան, հիմիկվա ջահելությունը ձեռից գնում է։ Արամ գնդապետ, ասում եմ մի 50 չգցեք։ Պատեր այդ մի հատ նարդի չգցենք։ Պարտադիր։ Համեցի նստի։ Լիլիթ մի հատ քորիկներին ասա թույշն է։ Իսկ ուր ես տանում աչույն։ Չարքերից հեռու։